Ապագան մոտ է, եւ այն գալիս է ավելի արագ, քան մարդկանց մեծ մասը կարծում է։ Մենք, պատկերավոր ասած, արդեն շատ մոտ ենք կոդի կոտրելուն։ Եթե նայեք արհեստական բանականությանը եւ ռոբոտացմանը, դրանք խլում են մեր աշխատատեղերը։ Եթե վերցնենք բիթքոինը կամ ինչպես ասացիք, թվային ոսկին, պատկերացրեք դա որպես առաջին հավելված, որն օգտագործում է այս նոր տվյալների բազայի ճարտարապետությունը, որը բաշխված է բնության մեջ։ Գուցե ունեք մի հարց, որը անընդհատ տալիս եք ինքներդ ձեզ, թե ինչ ենք արել այստեղ գտնվելու ընթացքում եւ ինչպիսի աշխարհ կթողնենք ապագա սերունդներին։ Ես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այստեղ է որոշակի պատճառով։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարևոր է։ Բրոկ Փիրսը կրիպտոարժույթների եւ բլոկչեյնի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկն է, ֆուտուրիստ, վենչուրային բարերար եւ ստեղծարար։ Բրոկ Փիրսը Tether USDT Stable Bitcoin-ի հիմնադիրներից մեկն է, որն այժմ համարվում է կրիպտո շուկայի հենասյուներից մեկը։ Նա նաև նշանակալի դեր է խաղացել iOS էկոհամակարգի զարգացման գործում եւ որպես ներդրող ու խորհրդատու մասնակցել է բազմաթիվ բլոկչեյն եւ Web 3 նախագծերի մեկնարկին։ Բիզնեսից զատ, Բրոկ Փիրսն ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ եւ սոցիալապես պատասխանատու ներդրումներով, աջակցելով այն տեխնոլոգիաներին, որոնք փոխում են մարդկանց կյանքը դեպի լավը։ Նա նաև ակտիվ միջազգային ներկայություն ունի, մասնակցելով տարբեր երկրներում իրականացվող նախաձեռնություններին եւ համագործակցություններին։ 2020 թվականին նա նույնիսկ առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, որպես անկախ թեկնածու, առաջ մղելով ապագայի թվային արժույթների եւ տնտեսության նոր ձևերի վրա կենտրոնացած օրակարգը։ Պարոն Փիրս, մենք շատ ուրախ ենք, որ դուք այսօր մեզ հետ եք։ Ես նույնպես ուրախ եմ այստեղ լինելու համար։ Այսօր մենք խոսելու ենք ձեր ապրած կյանքի, ձեր արժեքների, ձեր անցած ճանապարհի եւ այն ապագայի մասին, որը դուք անձամբ ցանկանում եք տեսնել։ Մենք շատ ուրախ ենք այսօր ձեզ հետ այդ մասին զրուցելու համար, եւ ես կցանկանայի սկսել մի հարցով։ Հիմնականում հայտնի է, որ դուք սկսել եք ձեր դերասանական կարիերան, երբ ընդամենը 3 տարեկան էիք, այնպես չէ՞։ Եվ դուք թոշակի անցաք 17 տարեկանում։ Եվ, ըստ էության, դուք իսկապես համարձակ քայլ կատարեցիք։ Դուք ասացիք, որ ուզում եք ստեղծագործող լինել։ Եվ հարցն այն է, թե ինչ է նշանակում ձեզ համար ստեղծագործող լինելը այսօր։ Եվ երբ դուք ստանձնում եք որևէ նոր նախագիծ, ի՞նչն է ձեզ կոնկրետ մոտիվացնում։ Լավ, ես կսկսեմ վերջին հարցից։ Իմ արած ամեն ինչ ունի իմաստ, նպատակ եւ մտադրություն։ Դա կամ ստեղծում է մի բան, որը աշխարհը կդարձնի ավելի լավ վայր ապագա սերունդների համար, կամ որոշ դեպքերում դա մի տեսակ ուսումնական փորձ է ինձ համար։ Երբեմն ես ինչ-որ բան եմ ձեռնարկում հատուկ սովորելու համար, որպես նախապատրաստություն ավելի մեծ բանի, որը, հավանաբար, տեղի կունենա նույն ոլորտում։ Ահա թե ինչպես եմ ես որոշում, թե ինչ անել։ Ինչ վերաբերում է ստեղծագործելու իմաստին, դա, ըստ էության, նույն հարցի պատասխանն է։ Գիտեք, ես փորձում եմ չսահմանափակվել իրականությամբ, ինչպես այն ներկայումս գոյություն ունի։ Ես ունեմ մի շնորհ, որը թույլ է տալիս ինձ տեսնել աշխարհը այնպիսին, ինչպիսին այն կարող է լինել, այսինքն, թե ինչպես կարող եմ ստեղծել այնպիսի բաներ, որոնք ներկայումս գոյություն չունեն։ Դուք համարվում եք ամենաազդեցիկ դեմքերից մեկը, ով կանգնած է եղել կրիպտոարժույթի ակունքներում։ Դուք Bitcoin-ի առաջին ներդրողներից մեկն եք եւ Bitcoin Foundation-ի գլխավոր հիմնադիրներից մեկը, ըստ էության, հիմք դնելով ամբողջ ոլորտին։ Դուք նաև համահիմնադրել եք Tether USDT-ն, աշխարհի ամենատարածված կայուն կրիպտոարժույթը, եւ ձեր ընկերության Blockchain Capital-ի միջոցով օգնել եք ֆինանսավորել տասնյակ նորարարական ստարտափներ։ Այնուամենայնիվ, շատերը դեռևս չեն հասկանում, թե ինչ է բլոկչեյնը։ Ես իսկապես կցանկանայի, որ դուք բացատրեիք դա պարզ լեզվով, որպեսզի մարդիկ չթերագնահատեն այդ տեխնոլոգիան։ Ի վերջո, շատերը դեռևս բլոկչեյնը ընկալում են բացառապես որպես թվային ոսկի կամ ֆինանսներ, բայց նրանք չեն նկատում այն փաստը, որ դա տվյալների պահպանման եւ պաշտպանության սկզբունքորեն նոր, հեղափոխական միջոց է, այնպես չէ՞։
Կարող եք մեր հեռուստադիտողներին ասել, թե ինչ է բլոկչեյնը եւ ինչու այն կարող է դառնալ ճշմարտության գրանցամատյան թվային դարաշրջանում։ Ինչու է դա այդքան կարևոր։ Կարծում եմ, այս ձեր հարցի մեջ արդեն կարելի է գտնել բավականին շատ պատասխաններ։ Այո, բլոկչեյնը իր էությամբ տվյալների բազա է, բաշխված տվյալների բազա։ Այսպիսով, երբ մտածում եք բիտքոյնի կամ, ինչպես նշեցիք, թվային ոսկու մասին, պատկերացրեք դա որպես առաջին հավելված, որն օգտագործում է բնության մեջ բաշխված այս նոր տվյալների բազայի ճարտարապետությունը։ Եվ այդ բաշխված ճարտարապետությունը այն դարձնում է աներևակայելի դիմացկուն և շատ անվտանգ, որը գործնականում անհնար է կոտրել։ Այս կառուցվածքի հիմնական առավելություններն այն են, որ այն դիմացկուն է, հուսալի և անփոփոխ։ Այսինքն, տվյալները չեն կարող խմբագրվել։ Սովորական ինտերնետում ամեն ինչ կառուցված է կարդալ գրելու սկզբունքով։ Երբ ինչ-որ բան գրվում է այս տվյալների բազայում, այն անփոփոխ է։ Դա այնտեղ է մնում ընդմիշտ։ Օրինակ, դուք հիշատակեցիք ճշմարտության միասնական գրանցամատյանի մասին։ Մենք գիտենք, որ պատմությունը սովորաբար գրվում է հաղթողների կողմից։ Բայց այստեղ ամեն ինչ այլ է։ Բլոկչեյնում մուտքագրված ցանկացած տեղեկատվություն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի վրա կլինեն էլեկտրաէներգիան և համակարգիչները։ Եվ նույնիսկ եթե էլեկտրաէներգիան հանկարծակի անջատվի, հենց որ ցանցը վերականգնվի, տվյալները կմնան։ Սա շատ հետաքրքիր փիլիսոփայական տեսակետ է այն աշխարհի վերաբերյալ, որտեղ մենք ապրում ենք։ Ի վերջո, եթե հետ նայենք, ապա որքանով են ճշգրիտ մեր գիտելիքները մեր սեփական պատմության մասին։ Դուք արդեն անդրադարձել եք ինտերնետին եւ նույնիսկ անվանել եք բլոկչեյնը առաջին արդյունաբերական հեղափոխություն, հաճախ այն դասելով երկրորդ տեղում արհեստական բանականությունից հետո։ Հիմա, երբ մենք մտնում ենք արհեստական բանականության դարաշրջան, ինչպես եք տեսնում ինտերնետի ապագան։ Արդյոք մենք դեռ խոսում ենք Web 3-ի մասին, թե արդեն անցնում ենք Web 4-ի կամ Web 5-ի նման մի բանի։ Այժմ շատ է խոսվում այդ մասին։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Ես վստահ չեմ, որ ընդհանրապես տարբերություն կա Web 3-ի և Web 4-ի միջև, եթե դա այդպես կոչենք։ Հասկանալի է, որ արհեստական բանականությունը մի բան է, որի հետ մարդիկ արդեն բախվում են ամենուր։ Հիմնականում լեզվական մեծ մոդելների միջոցով, լինի դա գրոքը, ChatGPT-ն թե Gemini-ն։ Ակնհայտ է, որ արհեստական բանականությունը ռոբոտացման հետ զուգորդված հսկայական ազդեցություն է գործում աշխարհի վրա։ Իսկ այնտեղ, որտեղ բլոկչեյնը հատվում է այդ տեխնոլոգիաների հետ, դա արդեն, որպես օրինակ, կարող է լինել իրերի ինտերնետը։ Գաղափարն այն է, որ արհեստական բանականությունը և ռոբոտները կարող են արդյունավետ գործարքներ կատարել։ Բլոկչեյնը, ըստ էության, կենսական նշանակություն ունի տնտեսությանը նրանց մասնակցության համար։ Վերցնենք ամենապարզ օրինակը՝ վաճառքի ավտոմատը, որն ինքն է պատվերներ կատարում և դրանով իսկ համալրում իր պաշարները, կամ ինքնակառավարվող մեքենան, որն ինքն է վճարում իր ծախսերը և դառնում է ինքնուրույն աշխատող գործակալ աշխարհում, այլ ոչ թե պարզապես ծրագիր։ Իրականում, այս տեխնոլոգիաներն արդեն անճանաչելիորեն փոխում են մեր աշխարհը։ Սակայն Web 3-ը մի փոքր այլ է։ Նայեք, Web 1-ը ինտերնետի ամենավաղ գաղափարն է, տեղեկատվությունը ժողովրդավարացնելու, այն բոլորի համար հասանելի դարձնելու գաղափարը։ Դրա ճարտարապետական նպատակները շատ ազնիվ էին։ Ես կասեի, որ Web 2-ը մի համակարգ է, որը գրավել է մի քանի հաղթողների կողմից, որոնց այսօր, թերևս, կարող են կոչվել Big Tech, խոշոր տեխնոլոգիական ընկերությունների միավորում։ Եթե ոսկին նախկինում աշխարհի ամենաարժեքավոր ռեսուրսն էր, որին հաջորդեց սև ոսկին, նավթը, ապա այսօր ամենաարժեքավոր ռեսուրսը ձեր տվյալներն են, և տեխնոլոգիական հսկաները իրենց տրիլիոնավոր դոլարները վաստակել են ձեր տեղեկատվությունը մոնետիզացնելով, հաճախ առանց ձեր գիտակցված համաձայնության։
Դուք չգիտեք, թե որտեղ են ձեր տվյալները, ով ունի դրանք, եւ նույնիսկ եթե գիտեք, անհասկանալի է, թե ինչպես դրանք հետ ստանալ։ Այսպիսով, իմ կարծիքով, Web 3-ը իր էությամբ խոստանում է ստեղծել մի աշխարհ, որտեղ գոյություն ունի գիտակցված համաձայնություն, որտեղ դուք տիրապետում եք ձեր թվային տվյալներին, ձեր թվային ԴՆԹ-ին եւ ինքներդ եք որոշում, թե ինչ պայմաններով եք փոխազդում տեխնոլոգիաների հետ, վերահսկում ձեր տեղեկատվությունը եւ մասնակցում տնտեսությանը, իսկ Big Tech-ը պետք է պայքարի ձեր համաձայնության համար։ Նույնիսկ եթե խոսենք այնպիսի գաղափարների մասին, ինչպիսին է անվերապահ բազային եկամուտը, օրինակ, երբ մարդկությունը մասնակցում է իր ստեղծածի տնտեսվարությանը, որը նրա թվային ԴՆԹ-ն է, ուրեմն տեսականորեն դա մի միջոց է, որով ամբողջ աշխարհը կարող է մաս ունենալ իր ստեղծած արժեքներից։ Կարծում եմ, որ դա հենց այն է, ինչը առաջարկում կամ խոստանում է Web 3-ը, չնայած սա դանդաղ է ընթանում, քանի որ, գիտեք, այս նոր ճարտարապետության վրա սպառողական կողմը կառուցելու համար որոշ ժամանակ է պահանջվում։ Անկասկած։ Եվ դուք հենց նոր անդրադարձաք անվերապահ բազային եկամուտի թեմային։ Ես կարդացել եւ դիտել եմ ձեր հարցազրույցների մեծ մասը, եւ դուք հաճախ եք խոսել դրա մասին ձեր ընտրաշավի ընթացքում։ Ինձ համար դա շատ հետաքրքիր էր։ Կարող եք մի փոքր ավելի մանրամասն բացատրել այս գաղափարը։ Իդեպ, մենք նույնպես աշխատել ենք այս հայեցակարգի վրա, ուստի ինձ հետաքրքիր է, թե ինչպես եք պատկերացնում անվերապահ բազային եկամուտի ներդրումը։ Կրիպտոարժույթի միջոցով, թե այլ միջոցներով։ Նախ, եթե նայեք արհեստական բանականությանը եւ ռոբոտացմանը, դրանք արդեն խլում են մեր աշխատատեղերը եւ կշարունակեն անել դա անընդհատ աճող տեմպերով։ Այսպիսով, ինչ անենք մի աշխարհում, որտեղ աշխատատեղերը վերանում են։ Մենք պետք է գտնենք սոցիալական համակարգի որևէ նոր ձև։ Ամենահիմնականը ապահովելն է, որ մարդիկ վարձատրվեն առնվազն իրենց ստեղծածի համար, որ նրանք որոշակիորեն տնտեսապես ներգրավված լինեն, որպեսզի արժեքը չհայտնվի մի քանի ընկերությունների գրպաններում, այլ բաշխվի բոլոր նրանց միջև, ովքեր նույնիսկ փոքր ինչ մասնակցություն ունեն։ Ահա թե որտեղից են ծագում այս գաղափարները։ Դա պարզապես փորձ է մտածելու այն խնդիրների մասին, որոնց մենք, որպես մարդկություն, կբախվենք ապագայում։ Եվ սա դուրս է ազգային սահմաններից։ Այո, ես խոսում եմ որպես ԱՄՆ-ում ապրող ամերիկացի, բայց սա միայն մեկ երկրի խնդիրը չէ։ Սա գլոբալ խնդիր է։ Այն, ինչ կարող է աշխատել մեկ երկրում, կարող է չաշխատել մեկ այլ երկրում, իր սեփական հանգամանքների պատճառով։ Եվ մեր որպես ստեղծողների աշխատանքն է մշակել համակարգեր, որոնք կլուծեն այս խնդիրներից առնվազն մի քանիսը։ Իդեպ, ես կիսում եմ Իլոն Մասկի տեսակետը։ Ես չեմ վախենում այս ապագայից, ես հավատում եմ, որ մենք կարող ենք կառուցել այնքան առատ աշխարհ, որ բոլորը երջանիկ լինեն, բայց դրան հասնելու համար մենք պետք է ի սկզբանե սահմանենք ճիշտ մտադրություններ եւ ճիշտ ճարտարապետություն, համակարգեր ստեղծելիս։ Այսպիսով, կապեք ամրագոտիները, ապագան արդեն մոտ է, եւ այն գալիս է շատ ավելի արագ, քան մարդկանց մեծ մասը կարծում է։ Շատ շնորհակալ եմ, որ իսկապես մտածում եք դրա մասին նախապես, քանի որ դա շատ կարևոր է, եւ սա է իրականությունը, եւ ես պատրաստ եմ ամրագոտիներս կապելուն։ Անկախ նրանից, պատրաստ եք, թե ոչ, դա տեղի կունենա։ Հաստատ, բայց միևնույն է, ավելի լավ է պատրաստ լինել։ Ապագան միևնույն է կգա։ Ինչպես ես սիրում եմ ասել, ապագան կամ կպատահի քեզ հետ, կամ կստեղծվի քեզ հետ։ Այո, այդպես է։ Սիրում եմ ձեր այս արտահայտությունը։ Այն շատ պարզ կերպով բացատրում է մարդկանց, թե ինչու է կարևոր մասնակցել եւ ներգրավված լինել հասարակության մեջ։ Ձեր անցյալի մասին խոսելիս, ձեր ճանապարհը իհարկե միշտ չէ, որ մեղմ ասած ուղիղ է եղել։ Մենք բոլորս էլ ունենք վերելքներ եւ անկումներ։ Ինչն է օգնում ձեզ հաղթահարել փոթորիկները, ինչպես է կառուցում ներքին երկխոսությունը, որպեսզի կորուստները վերածեք դասերի։ Ինչն է ամենաշատը օգնել ձեզ։ Դե, սովորաբար ամենալավ դասերը մենք քաղում ենք կորուստներից եւ դժվարություններից։ Մենք դրանք ավելի սուր ենք զգում։
Լավ ժամանակները հաճախ ընդունվում են որպես սովորական, իսկ դժվար պահերը իրենց դառնության պատճառով երկար են հիշվում, բայց հենց այդտեղից է գալիս իմաստը։ Անկախ նրանից, թե ինչ իրավիճակում եք գտնվում, կարևոր է հիշել, որ դա նույնպես կանցնի, պետք է ամեն դժվար իրավիճակից դասեր քաղել, որպեսզի հետագայում ստիպված չլինեք նույն դասերը կրկնել։ Դրանք սովորական ճշմարտություններ են, բայց դրանք գործում են բոլորի համար։ Կյանքն այսպես է գործում, այն ունի իր վերելքներն ու վայրէջքները, եւ դուք միշտ պետք է պատրաստ լինեք այս հակադրությանը։ Հենց այս հակադրությունն է, որը ձեզ տալիս է այն հեռանկարը, որը ձեր կյանքը դարձնում է այդքան հետաքրքիր։ Այսպիսով, եթե հիմա դժվար ժամանակներ եք ապրում, թույլ մի տվեք, որ դա կոտրի ձեզ։ Պարզապես շարունակեք առաջ շարժվել։ Դա էլ կանցնի։ Այո, կարևոր է հիշել, որ սա դաս է։ Շատ շնորհակալ եմ։ Եվ գլխավորը այս դասերը սովորելն է։ Այո, որովհետև եթե չսովորես, դրանք կկրկնվեն, այնպես չէ՞։ Դրանք կկրկնվեն ու կկրկնվեն։ Այո, ճիշտ է։ Ահա թե ինչի մասին եմ մտածում։ Կարելի է պարզապես ապրել ինչպես տիպիկ միլիարդատեր, ոչինչ չանելով, ոչ մեկի մասին չմտահոգվելով, հասարակության մասին չմտածելով։ Բայց դուք ինքներդ ասացիք, որ մի պահ փողը դադարեց լինել ձեր հաջողության չափանիշը, եւ որ այժմ ձեր հաջողության չափանիշը ձեր դրական ներդրումն է աշխարհում, եւ իսկական միլիարդատերը նա է, ով միլիարդավոր մարդկանց կյանքը դեպի լավն է փոխում։ Այսպիսով, իմ հարցն հետևյալն է. ինչու սկսեցիք այդքան խորը հոգ տանել մարդկանց ու մեր հասարակության մասին։ Արդյոք կար որևէ կոնկրետ պահ կամ գուցե պատմություն, որը փոխեց ձեր ընկալումը այս աշխարհում ձեր դերի մասին։ Եթե կյանքը դիտարկենք որպես խաղ, ո՞րն է դրա նպատակը։ Մեր աշխարհը շատ բազմազան է, եւ որոշ չափով դուք ինքներդ եք ընտրում ձեր արկածը։ Ես, այսպես ասած, մտա իմ կյանքի պարամետրերի մեջ եւ ինքս ինձ հարցրեցի. ինչպես եմ չափելու իմ հաջողությունը։ Անձնական նվաճումները որոշակի եսասիրական նպատակով ինձ համար հատկապես հետաքրքիր նպատակ չէին թվում, եւ դրանք, անշուշտ, կարող էին շատ արագ ձանձրալի դառնալ։ Ի վերջո, կուտակման խաղը բուն կուտակման նպատակով այդքան էլ հետաքրքիր չէ։ Այնուհետև հարց է առաջանում. ինչպես եք չափում հաջողությունը։ Ակնհայտ է, որ դուք չեք կարող փողը ձեզ հետ տանել։ Այսպիսով, ինչ չափանիշներով եք գնահատելու այն, ինչ արել եք ձեր կյանքում։ Եվ ինձ թվում է, որ ազդեցությունը, մասնավորապես դրական ազդեցությունը ուրիշների վրա, թերևս հաջողության լավագույն չափանիշն է։ Խոսքը ոչ թե այն մասին է, թե ինչ ունեք, այլ այն մասին, թե ինչ եք արել։ Այն մասին, թե ինչ ազդեցություն է այն ունեցել ուրիշների կյանքի վրա։ Կարծում եմ, որ դա հաջողությունը չափելու լավ միջոց է, եթե բավականաչափ բախտավոր եք այդ կետին հասնելու համար։ Ես այդ առումով բախտավոր եմ եղել։ Իհարկե, երբ մարդը պայքարում է գոյատևման համար, հեշտ է դրսից դատել։ Ես շնորհակալ եմ, որ կյանքիս մեծ մասը նման կարիքի մեջ չեմ ապրել։ Բայց երբ դու ունես պարզապես կանգ առնելու եւ գիտակցված ընտրություն կատարելու շքեղությունը, հուսով եմ, որ յուրաքանչյուրը իմաստուն ընտրություն կկատարի։ Դա ճիշտ է, չնայած ոչ բոլորն են այդպես վարվում։ Ես իսկապես գնահատում եմ մեր զրույցը, քանի որ անձամբ ես անկեղծորեն հավատում եմ, որ հնարավորինս շատ մարդիկ պետք է լսեն ձեր ձայնը եւ ձեր պատմությունը։ Հաջորդ հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, այն է. որ դուք այդքան շատ ժամանակ եք տրամադրում մարդկանց ծառայելուն, ազդում եք բազմաթիվ մարդկանց կյանքի վրա։ Իրականացնում եք բազմաթիվ նախագծեր եւ նախաձեռնություններ։ Ինչն է օգնում ձեզ տեսնել մարդկանց մեջ լավագույնը, շարունակել օգնել նրանց, սիրել մարդկանց եւ այդքան շատ անել հանուն հասարակության։ Կարծում եմ, միշտ կարևոր է փորձել գտնել մարդկանց մեջ լավագույնը եւ օգնել նրանց զարգացնել իրենց ուժեղ կողմերը։ Ես սիրում եմ մտածել, որ մեզանից յուրաքանչյուրն ունի սուպերհերոս դառնալու ներուժ։ Կարևոր է բացահայտել մարդկանց տաղանդները եւ, եթե հնարավոր է, օգնել նրանց զարգացնել դրանք առավելագույնս դրական ձևով։ Ընդհանուր առմամբ, ես այդպես եմ տեսնում աշխարհը։
Չնայած իհարկե դա երբեմն հիասթափություն է բերում։ Բայց ես պարզապես ընտրում եմ տեսնել լավագույնը ամեն ինչում։ Ինչպես հաճախ եմ ասում, ես միշտ երախտապարտ եմ և կյանքին մոտենում եմ երախտագիտության և գնահատանքի տեսանկյունից։ Ես ոչինչ չեմ ընդունում որպես շնորհ։ Եվ ես շատ ցածր սպասումներ ունեմ, ինչը ի դեպ օգնում է ինձ տեսնել մարդկանց մեջ լավը, քանի որ ես նրանցից ի սկզբանե շատ բան չեմ սպասում։ Դրա փոխարեն ես փորձում եմ փնտրել ադամանդներ, նրանց, ովքեր իսկապես փայլում են և ցանկանում են մեծ բաներ անել։ Ահա թե ինչպես եմ ես ապրում իմ կյանքը։ Քանի որ խոսում ենք երախտագիտության մասին, խնդրում եմ թվարկեք 3 բան, որոնց համար այսօր ամենից շատ շնորհակալ եք։ Լավ, սկսենք այսօրվանից, ներկա պահից։ Այն միշտ առաջնայինն է։ Հետո, իհարկե, առողջությունը։ Ի վերջո, առողջությունը իսկական հարստություն է, այնպես չէ՞։ Ես հնարավորություն ունեմ արթնանալու, ուրախ ապրելու այս օրը և օգտակար լինելու աշխարհին։ Եվ թերևս, ամենակարևորը հիմա իմ ընտանիքն է։ Ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ երեխա ունեմ։ Եվ վերջապես, թե ինչու ենք մենք ընդհանրապես աշխատում։ Ի վերջո, խոսքը նույնիսկ իմ մասին չէ, այլ այն մասին, թե ինչ ենք մենք իրականացրել մեզ հատկացված ժամանակում և ինչպիսի աշխարհ ենք թողնելու ապագա սերունդներին։ Ահա թե ինչու եմ ես ամեն առավոտ արթնանում և անում այն, ինչ անում եմ։ Ոչ այնքան ինձ համար, որքան այն աշխարհի համար, որը մենք կթողնենք մեզնից հետո։ Դուք աշխատում եք բազմաթիվ առաջնորդների, գլոբալ մտածողների և նորարարների հետ, թերևս աշխարհի բոլոր անկյուններից։ Սա ընդգրկում է մշակույթների, կրոնների և քաղաքական հայացքների բազմազան շրջանակ։ Ասացեք, խնդրեմ, երբ դուք գտնվում եք այդ սենյակներում, որտեղ կայացվում են ճակատագրական որոշումներ, ո՞րն է մարդկայնության ընդհանուր թելը, որը գոյություն ունի մշակույթների, կրոնի, աշխարհագրության կամ քաղաքական հայացքների միջև։ Ի՞նչն եք համարում մեր ընդհանուր արժեքը։ Ի՞նչն է միավորում բոլոր մարդկանց։ Կարծում եմ, որ մենք բոլորս, ըստ էության, մարդկային մարմիններում գտնվելով, ապրում ենք մեր կյանքը և ձգտում ավելի լավ վաղվա օրվան, անկախ մեր կրոնական պատկանելությունից։ Եվ իհարկե, հաճախ ավելի հեշտ է աշխատել հավատացյալ մարդկանց հետ, քանի որ նրանք հակված են հասկանալ, ասենք, իրենց գործողությունների հետևանքները և հավատալ, որ իրենց կյանքն ունի նպատակ և իմաստ։ Այսպիսով, համոզմունքների համակարգ ունենալն ինքնին մարդուն որոշակի առավելություն է տալիս, պարզապես իր համոզմունքների շնորհիվ։ Բայց, ինչպես ես սիրում եմ ասել, աշխարհում ամեն ինչ նման է Վեննի դիագրամի։ Անկախ մեր կրոնական հայացքներից, քաղաքական համոզմունքներից կամ բնակության վայրից, մեր շահերը մեծապես համընկնում են։ Ըստ էության, մենք բոլորս նույն բաների կարիքն ունենք։ Եվ նույնիսկ մեր ցանկություններն ու ձգտումները, հիմնական կարիքներից դուրս, հաճախ շատ նման են լինում։ Եվ ընդհանրապես, եթե վիճում ենք, ամենից հաճախ խոսքը գնում է մարտավարության կամ նպատակներին հասնելու ուղիների մասին, բայց ընդհանուր առմամբ մենք նույն բանն ենք ուզում։ Մենք նույնն ենք շատ առումներով, մենք հակված ենք տարբերություններ տեսնել այնտեղ, որտեղ դրանք իրականում այդքան շատ չեն։ Եվ մենք կարող ենք ուրախանալ այս տարբերությունների համար, այնպես չէ՞։ Ահա թե ինչն է խնդիրը։ Գիտեք, եթե նայենք մեր այսօրվա աշխարհին, այն թվում է չափազանց բևեռացված։ Հիմնվելով ձեր փորձի վրա, քաղաքականության և համաշխարհային ֆինանսների, այսպես ասած, կոլիզեում, որոնք են 3 գործնական կիրառական քայլերը, որոնք մենք բոլորս կարող ենք ձեռնարկել ընդհանուր լեզու և ընդհանուր խոսք գտնելու այն մարդկանց հետ, ում հետ մենք բոլորովին համաձայն չենք։ Շատ հաճախ, եթե պարզապես նստեք և հանգիստ խոսեք մեկի հետ, որի հետ կտրականապես համաձայն չեք, գրեթե անկասկած կհայտնաբերեք ընդհանուր լեզու։ Կրկնում եմ։ Չնայած լուրջ տարաձայնություններին, շատ դեպքերում, երբ իրականում նստեք նույն սեղանի շուրջ, անմիջապես կհայտնաբերեք, թե որքան շատ ընդհանուր բան ունեք։ Այո, մենք ապրում ենք մի աշխարհում, որն այժմ խիստ բևեռացված է։ Եվ սպեկտրի 2 ծայրերում էլ կան մարդկանց փոքր խմբեր, որոնք շատ համառ են, այնքան կոշտ համոզմունքներով, որ դժվար է նրանց հետ բանակցել։ Եվ սա բնորոշ է երկու կողմերին էլ։
Ես կարծում եմ, որ ամենից առաջ մենք կենտրոնի մարդիկ, նրանք, ովքեր զբաղեցնում են լայն դաշտը կենտրոնում, պետք է փնտրենք եւ գտնենք ընդհանուր լեզու։ Որովհետև ներկայումս թվում է, թե ծայրահեղ բևեռներում գտնվող փոքրամասնությունները կրոնում, քաղաքականության մեջ եւ ընդհանրապես գաղափարախոսություններում արդյունավետորեն թելադրում եւ որոշում է մեծամասնության մարդկանց ճնշող մեծամասնության ապագան։ Եվ հենց սա է վտանգ ներկայացնում։ Պատասխանատվությունը ընկնում է բոլոր նրանց վրա, ովքեր չեն տեղավորվում այս ծայրահեղ արմատական դիրքորոշումներում, որոնք հաճախ պատրաստ չեն երկխոսության կամ նույնիսկ համագործակցության։ Փորձեք շփվել մեկի հետ, ում հետ համաձայն չեք։ Դուք կզարմանաք, թե որքան շատ ընդհանրություններ ունեք։ Ի վերջո, մենք բոլորս երկրի վրա խաղաղ ապրելու հույս ունենք։ Բայց, ցավոք, պատերազմները դեռ շարունակվում են։ Կարծում եմ, եթե 25 տարի առաջ մեզանից շատերին հարցնեիք. արդյոք 2025 թվականին իսկապես նոր պատերազմներ կլինեն, կարծում եմ, շատերը կպատասխանեին, որ մարդկությունը պետք է արդեն հաղթահարած լիներ դա, հատկապես տեխնոլոգիական առաջընթացը հաշվի առնելով։ Ես կցանկանայի հավատալ, որ մենք արդեն մոտ ենք այն կետին, որտեղ կարող ենք գտնել երկրի վրա խաղաղության ուղին, ոչ միայն պատերազմները դադարեցնելու, այլև ապրիր եւ թույլ տուր ուրիշներին ապրել կարգախոսով։ Հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել այս ուղին։ Որովհետև այսօր աշխարհում դիտվող բևեռացման մասշտաբները իսկապես վախեցնող են։ Բայց կրկին, այս բևեռացման մեծ մասը գալիս է սպեկտրի ծայրերին գտնվող շատ փոքր խմբերից։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը լիովին ընդունակ է խաղաղ համակեցության։ Այո, ճիշտ է։ Գիտեք, կարող եմ նույնիսկ ավելացնել, որ մենք լայնածավալ հարցում ենք անցկացրել ամբողջ աշխարհում։ Մենք հարցրել ենք 180 երկրների մարդկանց, թե ինչպես են ուզում ապրել եւ ինչն է մեզ բոլորիս միավորում։ Եվ գիտեք, բացարձակապես բոլորը նույն բանն էին ասում։ Մենք ուզում ենք խաղաղ ապրել։ Դա աներևակայելի բացահայտություն էր։ Դա շատ վաղուց էր, կարծում եմ 2017 թվականն էր, եւ զարմանալի էր նման արդյունքներ տեսնելը։ Եվ սա իհարկե հաստատում է ձեր ասածը, եւ կարծում եմ, որ այստեղից է ծագել ձեր այս արտահայտությունը, որ մենք կամ միասին կհաղթենք, կամ միասին կպարտվենք։ Եվ իսկապես ժամանակն է, որ մենք սա գիտակցենք։ Ժամանակն է հասկանալ, որ մենք այժմ գտնվում ենք մի կետում, որտեղ ամեն ինչ որոշվում է միասին։ Ի վերջո, մենք բոլորս նույն նավակի մեջ ենք։ Այո, անշուշտ։ Մենք կամ միասին կպարտվենք, եթե միայն մեկը չմոլորվի, հավատալով, որ իր տեսակետը կճնշի մյուսներին մինչև անհետացման աստիճան։ Բայց իրականում միակ ճանապարհը ինչ-որ կերպ համակեցություն սովորելն է։ Այո, հենց այդպես է։ Ահա թե ինչու եմ ես անընդհատ աղոթում, որ մենք վերջապես գտնենք այս ճանապարհը։ Անչափ շնորհակալ եմ ձեզ, որ պայքարում եք հանուն համաշխարհային խաղաղության։ Ես տեսել եմ ձեր արած շատ գործերը, եւ դուք ոչ միայն փորձում եք, այլև իրականում անում եք դա։ Ես կասեի, որ այսօր դա ավելի կարևոր է, քան երբևէ։ Եվ ես էլի մեկ հարց ունեմ։ Դուք հաճախ եք խոսում կամավորության որպես հիմնական արժեքներից մեկի մասին։ Ինչ եք կարծում, ինչպես կարող ենք անցում կատարել այնպիսի հասարակության, որը կառուցված է յուրաքանչյուր մարդու անձնական ներդրման եւ իր սիրելի գործի իրականացման վրա։ Ինչպես կարող ենք դրան հասնել։ Վերադառնալով արհեստական բանականության, ռոբոտացման եւ աշխարհի փոփոխության թեմային։ Կա մի ճապոներեն տերմին, որը ես հատկապես սիրում եմ՝ իքիգայ։ Ես շատ եմ օգտագործել ճապոնական հասկացություններ իմ ելույթներում։ Այսպիսով, իքիգայը մի տեսակ Վեննի դիագրամ է, հատման կետը այն բանի, ինչում դուք լավ եք, ձեր հմտությունները, ինչի կարիք ունի աշխարհը, ինչով որ դուք իսկապես ոգեշնչված եք, եւ չորրորդ տարրը այն է, թե ինչի համար կարող եք վարձատրվել։ Ես վստահ չեմ, որ վարձատրությունը անհրաժեշտ մաս է կազմում, բայց հարցն այլ է, ինչի մեջ դուք լավ եք, ինչի կարիք ունի աշխարհը եւ ինչն է իսկապես հուզում ձեզ։ Ձեր նպատակը գտնվում է այս բոլորի հատման կետում։ Եթե դուք իսկապես ակնառու դառնաք ինչ-որ բանում անկախ նրանից, թե ինչ է դա մոնետիզացման տեսանկյունից, ապա հավանաբար լավ կվարձատրվեք, քանի որ տաղանդ ունեք։ Եվ նույնիսկ եթե ոչ, ապա դուք դեռ անում եք այն, ինչն իսկապես սիրում եք, եւ այդ դեպքում այն, ինչ անում եք, ընդհանրապես չի ընկալվի որպես աշխատանք։ Ես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն ունի սա, եւ կյանքի ուղու մի մասն այն գտնելն է։ Որովհետև այդ դեպքում կյանքը դառնում է հաճելի, լի իմաստով եւ ոգեշնչմամբ։ Եվ այսպես է մարդն իր ներդրումն ունենում։
Այո։ Ես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այստեղ է որոշակի պատճառով։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարևոր է, եւ որ կարևոր է գտնել սեփական նպատակը։ Եվ ես հույս ունեմ, որ աշխարհի փոխվելու հետ մեկտեղ։ Գիտեք, այսօր շատ մարդիկ աշխատում են պարզապես գոյատևելու համար։ Բայց եթե մեր բախտը բերի եւ վերացնենք այս կարիքը աշխարհում, ապա մարդիկ կկարողանան ապրել ոչ թե գոյատևման, այլ աշխատանքի, իրենց սեփական ինչ-որ բանի ներդրման, մասնակցության կամ կամավորական աշխատանքի համար, այս կամ այն ձևով։ Եվ այն պահին, երբ սա դառնում է ընտրություն, այլ ոչ թե պարտադրված անհրաժեշտություն, մարդը գտնում է այն, ինչը նրան ամենամեծ բավարարվածությունն է բերում։ Եվ իր բնույթով սա կդառնա նրա ներդրումը ընդհանուր բարօրության մեջ։ Ինձ շատ է դուր գալիս այս ծրագիրը, այն զարմանալի է, եւ դա իսկապես կլիներ։ Բայց սա պահանջում է մասնակցություն, հասկանում եք։ Կրկին, ապագան կամ մեզ հետ կպատահի, կամ կստեղծվի մեզ հետ։ Եվ ես աղոթում եմ, որ միասին մենք ստեղծենք ավելի լավ ապագա, այնպիսին, որտեղ բոլորը երջանիկ կլինեն։ Ինձ նաև շատ է դուր գալիս ձեր մեջբերումը։ Ես չեմ ուզում տեսնել ռևոլյուցիա, ես ուզում եմ տեսնել էվոլյուցիա։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, քանի որ մեզ իսկապես անհրաժեշտ է զարգացման ուղի։ Իսկ կոնկրետ ինչ եք ներդնում էվոլյուցիայի, այլ ոչ թե հեղափոխության գաղափարի մեջ։ Եվ ըստ ձեզ, որ քայլերն են մեզ իսկապես տանում դեպի մեր հասարակության նման էվոլյուցիայի։ Դե եթե ինչպես ասում են, քարանձավում չեք ապրում, տեսնում եք, որ աշխարհը փոխվում է եւ փոխվում է բավականին արագ։ Եվ այս փոփոխությունների ընթացքում երբեմն հին համակարգերը, հին գաղափարախոսությունները, հին մոտեցումները պարզապես պետք է անհետանան։ Գաղափարն այն է, որ նորը եւ հինը, եթե հնարավոր է, հաղթեն միասին, այլ ոչ թե մտնեն հակամարտության մեջ։ Խոսքը համատեղ ստեղծման մասին է, որը թույլ է տալիս հնին հաղթել նորի հետ միասին։ Այդ դեպքում մենք ստիպված չենք լինի անցնել ռևոլյուցիայի միջով, կատաղի դիմադրության եւ շփման միջով, որոնք միայն քաոս եւ տառապանք են բերում։ Հարցն այն է, թե ինչպես կարող ենք համատեղ էվոլյուցիոն գործընթացի միջոցով ճանապարհ հարթել դեպի ապագա եւ նվազագույնի հասցնել այդ տառը, քանի որ ռևոլյուցիան սովորաբար փոփոխությունների ամենացավոտ եւ կործանարար մասն է։ Հետևաբար, ես հույս ունեմ, որ այս գործընթացը կներառի որքան հնարավոր է շատ էվոլյուցիա եւ որքան հնարավոր է քիչ ռևոլյուցիա։ Չնայած, իհարկե, հեղափոխությունը տեղի է ունենում, երբ պարզապես այլ ելք չկա։ Ապագան միևնույն է կգա։ Մենք ապրում ենք փոփոխությունների դարաշրջանում։ Ես պարզապես նախընտրում եմ փնտրել ամենախաղաղ ուղին։ Չնայած փոփոխությունները երբեք էլ հեշտ չեն կատարվում։ Դրանք տեղի են ունենում անհատական մակարդակում, եւ դրանք տեղի են ունենում նաև հասարակական մակարդակում, եւ այս գործընթացի մեծ մասը փոփոխություններն ընդունելու ունակությունն է։ Մարդկային բնույթի մեջ է վախենալ այն ամենից, ինչը չենք հասկանում, մենք նաև հակված ենք կառչել ստատուս քվոից, այսպիսով ես հույս ունեմ, որ թե անհատապես եւ թե համատեղ մարդիկ կպահպանեն բաց միտքը։ Որովհետև այս մտածելակերպով շատ ավելի հեշտ է օգուտներ քաղել փոփոխություններից, քան հեղափոխական մոտեցմամբ փորձելով կանգնեցնել այն փոփոխությունները, որոնք միևնույն է չեն կարող կանգնեցվել։ Որովհետև դա անհնար է։ Հենց այդպես է։ Ինչպես կնկարագրեիք համառոտ կամ ձեզ համար ավելի հարմար ձևով, թե ինչպես եք տեսնում այն ապագան, որը մենք բոլորս իսկապես ուզում ենք տեսնել։ Այստեղ ամեն ինչ կրկին հանգում է մեր նպատակների մասշտաբին։ Մենք արդեն քննարկել ենք դրանցից ամենաբարձրը՝ խաղաղությունը երկրի վրա եւ տառապանքները նվազագույնին հասցնելը։ Մակրո մակարդակում մենք կարող ենք այն անվանել դրախտ երկրի վրա։ Եկեք սկսենք այստեղից։ Եվ հետո հարցը, որքանով կարող ենք մոտենալ այդ դրախտին երկրի վրա։ Վերադառնալով Իլոն Մասկին եւ միջմոլորակային ապագային, կարող ենք մենք կառուցել նման աշխարհ։ Աշխարհ, որը գիտակցում է այն, ինչի մասին մենք խոսում էինք, աշխարհ առանց պատերազմների, որտեղ մարդիկ ստիպված չեն լինի աշխատել պարզապես գոյատևելու համար։ Կկարողանանք վերջ դնել սովին։ Կարող ենք բուժել հիվանդությունները։ Այսօր այս բոլոր մարտահրավերներին նայելով մենք պատկերավոր ասած արդեն շատ մոտ ենք դրանցից յուրաքանչյուրի լուծման կոդի բացահայտմանը։
Եվ ես մեծ հույս ունեմ, որ մենք հիմա կկարողանանք ոսկերչական ճշգրտությամբ անցնել այդ ճանապարհը։ Ի վերջո, կախված նրանից, թե ինչպես եք նայում աշխարհին, մի կողմից հիմա կարող է բավականին սարսափելի թվալ։ Երբեմն այնպիսի զգացողություն է առաջանում, որ ամեն ինչ գլորվում է դեպի անդունդը։ Բայց մյուս կողմից, երկրի վրա կյանքը երբեք ավելի լավ չի եղել։ Մենք նախկինում երբեք այնքան լավ չենք ապրել, որքան հիմա, ավելի լավ, քան երբևէ։ Հետևաբար, հուսով եմ, որ մենք կշարունակենք շարժվել իմաստուն կերպով և ճիշտ ուղղությամբ։ Եվ ամենակարևորը, մենք դա կտեսնենք ինքներս։ Սա տեղի է ունենում արդեն մեր ժամանակներում։ Ոչ թե մի քանի 100 տարի անց։ Սա արդեն տեղի է ունենում։ Եվ դա այնքան հուզիչ է։ Դա տեղի է ունենում հենց հիմա։ Եվ սա իսկապես զարմանալի ժամանակ է։ Գուցե ունեք մի հարց, որը անընդհատ տալիս եք ինքներդ ձեզ։ Երկար ժամանակ ես ուսումնասիրել եմ բազմազան բաներ։ Եվ մասամբ միշտ փորձել եմ հասկանալ, հնարավոր է արդյոք ինչ-որ բան փոխել, հնարավոր է օգնել այն մարդկանց, ովքեր։ Գիտեք, ես բավականին ժամանակ եմ անցկացրել այն մարդկանց հետ, ովքեր ամենածանր վիճակում էին, եւ ես փորձում էի հասկանալ, թե արդյոք հնարավոր է օգնել նրանց դուրս գալ այս, ասենք, տառապանքի վիճակից։ Ցավոք, այս կյանքի դասերից շատերը ձախողված փորձեր էին։ Բայց դա չի նշանակում, որ հույս չկա։ Ես կցանկանայի հավատալ, որ սա քավության պատմություն է, եւ որ միշտ կա հույս։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ինչու եք դրանք անվանում ձախողման պատմություններ։ Դե լավ, որովհետև մարդկանց օգնելով ես երբեմն մեծ ցավ եմ պատճառել նրանց, իսկ երբեմն ստիպված եմ եղել, ինչպես ասում են, վերադառնալ զրոյական կետին։ Ես ունեցել եմ բազմաթիվ նշանակալի հաջողություններ, բայց եղել են նաև մի շարք դժվարին դասեր։ Ավելի հեշտ է նկատել դրական արդյունքները, բայց ես բնույթով հետազոտող եմ։ Ոչ միայն ստեղծագործող, այլև հետազոտող, որը անընդհատ խորանում է իրերի խորքը, այդ թվում մարդկային բնույթի բուն էության մեջ։ Մեր իրականությունը մեր բոլորի արտացոլումն է։ Եթե ուզում եք փոխել աշխարհը, սկսեք ինքներդ ձեզանից, այնպես չէ՞։ Եղեք այն փոփոխությունը, որը ցանկանում եք տեսնել աշխարհում։ Ահա թե ինչու եմ ես անընդհատ սոցիալապես ուսումնասիրում հասարակության բոլոր կողմերը, փորձելով հասկանալ, թե ինչպես առավելագույնս օգուտ բերել։ Պարոն Փիրս, եթե հնարավորություն ունենայիք բոլորին միանգամից դիմելու, ինչ կասեիք նրանց, որ ամենակարևոր ուղերձը կցանկանայիք, որ նրանք հիշեն։ Կարծում եմ, ինչպես ասացիք, մենք բոլորս միմյանց ուսուցիչներն ենք, այնպես չէ՞։ Մենք առաջնորդում կամ սեփական օրինակով ցույց ենք տալիս միմյանց, թե ինչպես ապրել։ Եվ ամենագլխավորն այն է, որ բոլորը կարևոր են։ Մենք բոլորս այստեղ ենք որոշակի պատճառով, եւ ձեր երախտագիտությունը հիանալի հիմք է գործելու եւ ապրելու համար։ Ահա սրանք են գլխավոր բաները։ Վերջ ի վերջո մենք բոլորս նույն նավակի մեջ ենք։ Ձեր կյանքը կարևոր է, ձեր կյանքն իմաստ ունի։ Գտեք ձեր նպատակը եւ դարձեք այն փոփոխությունը, որը ցանկանում եք տեսնել աշխարհում։ Ապագան կամ կպատահի ձեզ հետ, կամ կստեղծվի ձեզ հետ։ Եվ եթե մենք բոլորս միասին ցանկանանք ստեղծել, այսպես ասած, դրախտը երկրի վրա, ապա մենք կունենանք դրախտ երկրի վրա։ Սա է ճանապարհը։ Երբեմն մարդկանց համար դժվար է սա տեսնելը։ Բայց եթե պարզ չէ, թե հանուն ինչի, ապա առնվազն դա երեխաների, ապագա սերունդների համար է։ Նույնիսկ երբ դժվար ժամանակներ եք ապրում, ցանկացած պահի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում ձեր կյանքում, իմացեք, որ սա նույնպես հավանաբար կանցնի, անկախ նրանից, թե որքան ցավոտ կամ անարդար կարող է թվալ։ Ամեն ինչ սկսվում է ինքդ քեզ ներելուց, ապա կարող ես ներել ուրիշներին։ Մարդկանց հետ վարվեք կարեկցանքով։
Սրանք հիմնական սկզբունքներն են։ Սերն է պատասխանը։ Սերն է ամեն ինչի բանալին։ Շատ շնորհակալ ենք։ Մենք իսկապես գնահատում ենք ձեր ժամանակը։ Մաղթում ենք ձեզ ամենայն բարիք եւ շնորհակալություն ենք հայտնում ուրիշների եւ ողջ մարդկության համար այդպիսի օրինակ լինելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։